Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի Այբ++ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում, սպանվել են Ավետիսյան ընտանիքի 6 անդամները, փրկվել է միայն 6 ամսական տղան, որը վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում է։ Ըստ նախնական տվյալների, հանցագործությունը կատարել է ռուսական զորամասի ժամկետային ծառայող Վալերի Պերմյակովը։ Հանցագործության առիթով Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի համոզմամբ Ադրբեջանը որդեգրել է միանգամայն նոր քաղաքականություն, սիստեմատիկ հարձակումների միջոցով թիրախի տակ պահել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սահմանները։ Ալիևը պարզապես փորձում է այն աստիճան սրել իրավիճակը, որ աշխարհի հզորները կատարեն Ալիևի պահանջները։ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը պատահական չի համարում։ Այլևս ISIS-ը Եվրոպայում է։ Երևանի աղբահանությունն իրականացնող նոր օպերատորի Լիբանանյան Սանիտեկ կազմակերպության ղեկավարության որոշումը փողոց է դուրս բերել աշխատակիցներին։ Ընկերությունը որոշել է կրճատել 150 աշխատակցի։ Կառավարության շենքի ապա նախագահի նստավարի մոտ ակցիայի ընթացքում քաղաքացիները պահանջում էին վերականգնել իրենց նախկին աշխատավայրում, ինչպես նաև վճարել աշխատավարձը։ Հունվարի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է թունավորման 41 դեպք, որից 30-ը ալկոհոլային թունավորում է եղել։ Այս մասին հայտնել է Հայաստանի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։ Շատ են դեպքերը, երբ որ 15-16 տարեկանից երիտասարդները դիմում են մեզ մոտ։ Մեծ մասամբ իհարկե բերում են ակումբներից, ասած օբյեկտներից, խնջույքների տեղից։ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հերթական առաջնությունները։ Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը նշել է. Հավաքել է շատ հզոր կազմ, բավական է ասել, որ 10 մասնակիցներից 8-ը կրում են գրոսմայստերի կոչում։ Հունվարի 28-ին Ստրասբուրգում մեկնարկում է Փերինչեկի գործով դատավարությունը, որի առանցքը կամա թե ակամա լինելու է հայոց ցեղասպանությունը, վստահ է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Այն ավելի շատ լինելու է քաղաքական, քան իրավական դատավարություն։ Մենք պետք է ակնկալենք ոչ թե արդար որոշում, այլ տվյալ պահին քաղաքական իրադարձություններով պայմանավորված քաղաքական որոշում, որը կարող է լինի կիսա համահարթեցնող, երկու կողմերին ինչ որտեղ գոհացնող, ինչ որտեղ չգոհացնող, ասում է թուրքագետը։ Հիշեցնենք, որ վեճը այն մասին է, թե արդյոք հայոց ցեղասպանությունը ժհտող պնդումների քրեականությունը սահմանափակում է խոսքի ազատությունը։ 3 միլիոնից ավելի մարդ է մասնակցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում 3 անցկացրած միասնության երթերին նվիրված անցած շաբաթ երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին։ Շարլի Էբդո երկիցական ամսագրի, ոստիկանների և հրեական խանութների վրա կատարված հարձակումների հետևանքով 3 օրվա ընթացքում 17 մարդ է զոհվել։ Ամենախոշոր երթը տեղի ունեցել Փարիզում, դրան մասնակցել է մոտ 1,6 միլիոն մարդ։ Ոստիկանության համաձայն դա ամենախոշոր զանգվածային ակցիան է, որը երբևէ կայացել է Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում։ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության բաժանմունքները հունվարի 12-ին տարվա առաջին աշխատանքային օրը սկսում են աշխատանքային ներգաղթյալներին աշխատանքային թույլտվությունների փոխարեն արտոնագրեր տրամադրել։ Համապատասխան օրենքը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։ Այժմ կազմակերպություններն իրենց մոտ աշխատանքի են տեղավորելու ներգաղթյալներին իրենց կողմից գնված արտոնագրերի հիման վրա, ընդ որում քվոտաների համակարգը վերացվում է։ Վերացվում է նաև աշխատանքի թույլտվություն անունով փաստաթուղթը։ Օրվա լրահոսը։ Ոստիկանությունը շարունակում է փնտրել կասկածյալին, որը սառնասրտորեն Գյումրիում վաղ առավոտյան սպանել է Ավետիսյան ընտանիքի 6 անդամի։ Փոքրիկ Սերգեյը միակն է, ով հրաշքով փրկվել է։ Վիրահատությունից հետո նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Կասկածյալը ռուսական զորամասի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է։ Նա ընդամենը 1 ամիս է ծառայում էր Գյումրիում, տարօրինակ կերպով նա դեպքի վայրում թողել է հետքեր։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պրեմիակով ազգանունը։ Ոստիկանությունը Վալերի Պրեմիակովին գտնելու համար օպերատիվ հետախուզական աշխատանքներ է իրականացնում նաև Երևանում։ Զինված ոստիկանները ստուգում են գրեթե բոլոր մեքենաները, հատուկ հսկողություն է իրականացվում նաև մետրոպոլիտենում։ Գյումրիում տեղի ունեցած աննախադեպ վճռագործությունը դատապարտող իրար հաջորդող հայտարարություններ են հնչում։ Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին վստահեցրել է, թե ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե այս գործը գտնվելու է իր անմիջական վերահսկողության ներքո։ Ժամը 20-ի դրությամբ ոստիկանությունը լրացուցիչ տեղեկություններ չի հաղորդում հետախուզական աշխատանքների արդյունքի մասին։ Կասկածներ են հնչում, թե կասկածյալն արդեն հատել է սահմանը։ Եթե այս տարվա առաջին 12 օրվա ընթացքում դուք պետք է շտապ դրամական փոխանցում կատարեիք, միևնույն է չէիք կարող։ Ամանորյա տոներից հետո այսօր առաջին օրն էր, որ բանկերը բացել էին իրենց դռները։ Հայաստանի տնտեսությունը 12 օր մատնվել էր պարապուրդի։ Շատ վատ։ Սա ազգի չի մարա բանկետում, վճարում, վարկի, գնացի որ փակի, ենել ենքան ներսից հող գնաց։ 12 օրը բանկ եմ փակում, հա? Իրար սպանում են։ Հերթը շատամ ենտեղ, որտեղ մտնել չես կարողանում մուծումներ անես։ Շատերը բողոքում են, որ չեն կարողացել այս ընթացքում ստանալ իրենց փոխանցումները, արդյունքում պարտքի տակ են ընկել։ Այդ վերևը նստածները ինչ են մտածում, իրանց սեղանները ճոխլնի, չանդամ թե մեր նման մարդիկ էլ պակաս կլնի։ Մենք ամանորի օր պետք է փող ստանայինք, ժամը 4-ին բանկերը փակվեց, և մեզ ոչ մի հարցով չօգնեցին։ Իմ երեխեն էլ պետք է ուղարկել, օրն անցավ, ժամն անցավ, ասել մի ուղարկի, պետք է բանկում մնա, ինչեր սա պետք։ Իդեպ տնտեսագետների գնահատման բանկային համակարգի 12 օր չաշխատելը առաջիկայում իր բացասական հետևանքները ցույց կտա։ Մանավանդ դեկտեմբերի կեսերին դրամի կտրուկ արժեզրկումից հետո այդ առավել քան կանխատեսելի է։ Չի բացառվում, որ դրամը կրկին արժեզրկվի և կենտրոնական բանկը ստիպված լինի խոշոր ներդրումներ իրականացնել շուկայում տատանումները հաղթահարելու նպատակով։ Քաղաքացի Սերգեյ Գրիգորյանը 2.5 տարուց ավելի փորձում է մաքսազերծել $10,000 Ճապոնիայից Հայաստան ներմուծված մեքենան։ Մաքսազերծման վերջին փորձը ձեռնարկեց դեկտեմբերի 29-ին։ Դուք այդ թղթերը ձեզ մոտ պահեք, կանչեն ձեզ գին կասեն, եթե դա պետք է լինի ձեր մոտի թղթերը։ Ինչ գին կներեք։ Ձեր մուծումը ինչքան պետք է մուծեք։ Բայց ինձ ոնց գին կասեն։ Սա այն փաստաթղթերն են, ըստ որոնց պետք է հաշվարկի գինը։ Մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում գործող բրոքերային կազմակերպության աշխատակիցը քաղաքացի Սերգեյ Գրիգորյանին տեղյակ է պահում, թե ով է մաքսազերծման իրական գին ասողը։ Չէ, այդ հարցերը գնի հետ կապված։ Չէ, գնի հետ կապված հարցերը բացարձակապես գոյություն չունեն։ Կա հստակ ուրեմն սահմանված կար, այդ առաջնային մեթոդն է։ Այստեղ ոչ ոք ներկայացված ծախսերի հիման վրա գին հաշվարկելու ցանկություն չուներ, բրոքերային կազմակերպության պատասխանատուն քաղաքացի Սերգեյ Գրիգորյանին չի հասկանում։ Քեզով ասեց, որ պիտի մաքսազերծենք օրենսգրքի 87-րդ կետով։ Ես մաքսային հայտարար գիրը կազմել եմ, տարը ներկայացել եմ մաքսատուն։ Ինչ հայտարարք ես կազմել։ Առ 4-րդ մեթոդով։ 4-րդ մեթոդը Եթե ինքը, ընկեր, կամ որն է տրամաբանությունը նրա, որ դու չես կիրառել առաջի, երկրորդ, երրորդ։ Ախպեր ինչ ես ուզում, չեմ կիրառել, լավ եմ արել։ Բանն այն է, որ օրենսգրքի 87-րդ կետը սահմանում է մեքենայի մաքսազերծման գործարքային գինը, իսկ 4-րդ ձևը հսկիչ գին է, այսինքն 87-րդ կետով $10,000 ձեռք բերված մեքենայի համար մաքսազերծվում է $10,000-ի 34%-ը։ Իսկ հսկիչ գնի դեպքում մեքենան մաքսատանը գնահատվում է $17,000, դրանից հետո միայն գանձվում է 34%-ը։ Սերգեյ Գրիգորյանը ներմուծման ընթացքում կատարված բոլոր վճարումների փաստաթղթերն ունի։ Մաքսազերծի գնա, ինչ խնդիր է։ Այս հրահանգողը մաքսատան անվտանգության պատասխանատուն է, եկել է ասելու, որ ոչ միայն ակնհայտ, այլև գաղտնի նկարանուններ թույլ չի տալու։ Ինձ ասել են, որ չթողեն նկար։ Ես ամենից չի ասում, ուրա որտեղ է գրած, որ չի կարելի։ Դե որ ասում են չի կարելի, չի կարելի։ Ասելով։ Քաղաքացի Սերգեյ Գրիգորյանը բարձրանում է մաքսատան պետի մոտ, տեսախցիկն առգրավում է, պետը զարմանում է, իսկապես ինչ խնդիր կա, ձևակերպեք առաջնային մեթոդի 87-րդ ձևով։ Մինչդեռ հայտարարագիրը կազմվեց ոչ ներկայացված փաստաթղթերի հիման վրա, ներառելով ակնհայտ սուտ տեղեկություններ, ըստ որի մեքենան Հայաստանի սահմանը հատել է բեռնափոխադրող մեքենայով։ Մինչդեռ քաղաքացին ինքն է վարել մեքենան Բաթումիի նավահանգստից մինչև Երևան։ Եթե անգամ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը գտնվի ժողովրդական դիվանագիտության շրջանակներում, այն միևնույն է չի ամրագրվի։ Փորձագիտական կապիտալը այլ մակարդակ այս տարիների ընթացքում այդպես էլ չի տեղափոխվել։ Это никому не нужно, к сожалению, или нужно, может быть,
очень малому количеству международных посредников. Կարմիր կամուրջ հաղորդաշարի հայաստանցի հյուրը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունը հակված է խնդրի կարգավորմանը։ Я даже уверен, что внутренне они готовы на определенные компромиссы с обеих сторон, но скованность внешними факторами, она очень сильная, и она, в принципе, выхолащивает внутреннюю энергию, направленную на попытки какие-то решать конфликт. Հակամարտող կողմերի միջև լարվածությունը չի թուլանում նաև տարբեր հետաքրքրություններ ունեցող արտաքին ուժերի պատճառով։ Достаточно взять Россию и США, которые являются входят в состав Минской группы, чтобы посмотреть, каков характер. Ну и Францию, допустим, если мы будем рассматривать как представители Европейского Союза, какие противоречия сегодня между сопредседателем Минской группы. Նոյեմբերին Հելսինկիում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայ-ադրբեջանական համատեղ հայտարարություն ընդունվեց, որը սատարեցին երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ։ Այն կոչ էր անում արտաքին ուժերին դադարեցնել հարձակողական զենքերի մատակարարումը հակամարտող կողմերին։ В первую очередь это, конечно, касается России, но существуют еще другие страны. Միսկի խումբը հակամարտության կարգավորման ուղղությամբ բավականին ջանքեր է ներդրել, сакայն խնդրի լուծումը ակնհայտ է միջնորդների ձեռքում չէ։ Նրանց առաջարկած հակամարտության կարգավորման լավագույն տարբերակն էլ չի ընդունվի կողմերի կողմից։ Должна быть выработана своя армяно-азербайджанская модель, которая не только удовлетворит как бы стороны конфликтов, но и одновременно как бы станет примером разрешения конфликтов в мировой политике. Սիրիահայ Կարապետ Գալստյանը ձեռագործությամբ զբաղվում է արդեն 5 տարի, հմտությունները մորից է սովորել։ Դեռևս այն ժամանակ Սիրիայում բնակվող երիտասարդի առաջին աշխատանքը Հայաստանի դրոշն է եղել։ Այս դրոշն է, որ ես իմ համար աշխատել էի առաջնական։ Հետո արդեն ընկերներս պահանջեցին, մեկ-մեկ հարևաններ ուզեցին, տենց արդեն դարձավ հիմնական աշխատանք։ Facebook-յան Երկիր ձեռագործ աշխատանքների կենտրոնեջում նա տեղադրում է իր աշխատանքներն ու պատվերներ ընդունում։ Ամսական դրանց թիվը մոտ 60 է լինում։ Հայաստանից պատվիրատուները քիչ են։ Գնորդները հիմնականում արաբական երկրներից են, շատերը պատվիրում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի նկարը։ Շատ սիրում եք իրան։ Ամեն ինչ մեր համար արդեն ինքը նշանակում է։ Դեռ սկսնակ է ձեռագործ աշխատանքներում, սակայն հուսով է, որ ճանաչում է ձեռք բերելու։ Մանավանդ, որ ձեռագործության այս ճյուղով արական սեռի շատ քիչ ներկայացուցիչներ են զբաղվում։ Ուզում եմ միշտ 100% որ նկարը ճիշտ լինի, որ հաջողորդեն մի անգամ նորից գա։ Երիտասարդը ջանքեր է գործադրում, որ իր աշխատանքները տարբերվեն։ Ծախսը հեչ կարևոր չէ, կարևորը որ շատ սիրուն Երևան նկարը։ Ու հիմնական իմ համար փուլերը եւ ունուկները, գույները, ասենք Դակի թելերի գույները ամենակարևորն է։ Շատերը այդ գույները ասենք թելերը ասում են չէ, չենք անում, բայց ինքը շատ արդեն տարբերում է։ Հայաստանում շատերը պատվիրում են սրբապատկերներ, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ սիրո թեմայով աշխատանքներ, տարբեր երկրների դրոշներ, ֆուտբոլային թեմաներով նկարներ։ Գները սկսվում են 5000 դրամից։ Հունվարի 7-ին Շարլի Էբդո շաբաթաթերթում տեղի ունեցած ահաբեկչությունը, երբ մահմեդական ծայրահեղականները ներխուժել էին թերթի խմբակցություն և սպանել 12 աշխատակցի, անցած շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից էր։ Խնդիրը իհարկե ունի բազմաթիվ կողմեր, քաղաքական, ազգային, կրոնական, սակայն կարևորներից մեկը մեր կարծիքով վերաբերվում է խոսքի ազատության սահմաններին։ Օրվա գլխավոր թեման։ Ֆրանսիայում տեղի ունեցածը ոչ միայն ահաբեկչություն էր, այլև խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն։ Շարլի Էբդո երգիծական շաբաթերթը ծաղրանկարների միջոցով էր վերհանում ցավալի հարցեր։ Թեմաները չի ճանաչում, նա ունիվերսալ է։ Մենք եղել է, որ նույնիսկ մենք քրիստոնյա ազգ լինելով, ասենք, ծաղրել ենք քրիստոնյա ամենաբարձր ներկայացուցիչին։ Բայց դա չի նշանակում դրա համար կարելի է ինչ-որ Ծաղրանկարի ճարզոն արդեն 20 տարի է, ինչ մատիտով է պայքարում անցանկալի երևույթների դեմ, գրեթե բոլոր քաղաքական գործիչներին իր նկարներում պատկերել է, բայց երբեք սպառնալիքներ իր հասցեին չի ստացել։ Եթե հումորի զգացում չունեցավ, ուրեմն իր համար փոքրիկ նյութնել խայտներ կարող է պատահի լինի շատ ցավոտ, այո, եւ ճակատագրական լինի։ 7 օր ինտերնետային լրատվամիջոցը պարբերաբար ծաղրանկարներ է ներկայացնում, հիմնականում ներքաղաքական թեմաներով։ Կայքի խմբագիրը ասում է, որ ուղղակի սպառնալիքներ երբեք չի ստացել։ Դա իհարկե ամենևին չի խոսում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները դեմոկրատ են, ազատամիտ են։ Թե Հայաստանում քաղաքական
այն մենաշնորհը, որը հաստատված է, ել ավելի խորանա, ապա Հայաստանում ոչ միայն ծաղրանկարները, այլ ընդհանրապես Facebook-յան, այսպես ասած, անմեղ ստատուսները կարգելվեն։ Հայաստանի լրատվամիջոցներից յուրաքանչյուրն ունի չգրված բարոյական նորմեր, որոնք երբեք չի խախտում։ Դրանք չպետք է ակնհայտ անձի վիրավորանքի հետ կապված լինեն, չպետք է մարդու մասնավոր կյանքին առնչվեն։ Բարոյական սահմանները իր համար առանձնացրել նաև 4-րդ իշխանություն թերթը, այստեղ հատկապես հաշվի են առնում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը։ Օրինակ, կոնկրետ մեր մոտ ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը ամենաընդդիմադիր կլինի կամ ամենածայրահեղական, որը թույլ կտա, ասենք, Մոհամեդի հանդեպ ինչ-որ մարգարեի հանդեպ ինչ-որ ծաղրանկար ասենք հրապարակել, միգուցե արգելված չէ, բայց միևնույն ժամանակ դու հասկանում ես, որ դա ավելի մեծ համար կարող է տհաճ հետևանքներ ունենալ։ Հայաստանցի լրագրողները գտնում են, որ վիրավորված մահմեդականները պետք է խնդրի լուծումը այլ դաշտում գտնեին։ Դա համար կարող են, օրինակ, օրերքի շրջանակներում կարող են պայքար եւ հասնել նրան, որ օրինակ սահմանափակեն կամ ասենք դադարեցնեն նման ծաղրանկար։ Իդեպ Շարլի Էբդո թերթի խմբագրությունը որոշում է կայացրել, որ հունվարի 14-ին առաջին համարը լույս կտեսնի 1 միլիոն օրինակով եւ կրկին կներկայացվեն Մուհամեդ Մարգարեի սկանդալային ծաղրանկարները։ Հենց այդ ծաղրանկարները դարձան ահաբեկչության առիթ, որին զոհ դարձան 12 քաղաքացի։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մեկնաբանելով խոսքի ազատության հետ կապված գործերից մեկը գրել է. կարծիք արտահայտելու ազատությունը ժողովրդավարական հասարակության կարևորագույն հիմքերից է եւ մարդկային առաջընթացի կարևոր պայմաններից մեկը։ Դա վերաբերում է ոչ միայն այն լրատվությանը եւ գաղափարներին, որոնք դրական են ընկալվում եւ համարվում են անվնաս, այլև այն հրապարակումներին, որոնք վիրավորում են կամ ցասում են առաջացնում։ Դա անշուշտ այդպես է, սակայն կա նաև հակառակ տեսակետը։ Կարելի է ծաղրել եւ նսեմացնել ամեն ինչը, քաղաքական հայացքները, հասարակական եւ անձնական թերությունները, այս կամ այն մարդու գործունեությունը, սակայն հավատքը չի կարելի ծաղրել ըստ նման տեսակետի կողմնակիցների։ Նման կարծիքը նույնպես իհարկե գոյության իրավունք ունի, սակայն այստեղ վտանգ կա, որ այդպես մտածողները արդարացնում են ահաբեկչությունը, այդ թվում Շարլի Էբդո շաբաթաթերթում կատարված ոճրագործությունը։ Երկու ծայրահեղ դիրքորոշումները կարծես թե հնարավոր է հաշտեցնել, եթե որևէ մեկին դուր չի գալիս, ասենք, քրիստոնեությունը որպես կրոն, եւ այդ մեկը իր հակակրանքն է արտահայտում իմ դավանած հոգեվոր արժեքները ծաղրելով, ապա ես անշուշտ իրավունք ունեմ վիրավորվելու եւ պատիվ պահանջելու։ Եթե պատիվ պահանջելու իմ իրավունքը բավարարված չէ, ապա ես ինձ ազատ եմ զգում վիրավորելու իմ կրոնը ծաղրողին, բայց իհարկե ոչ սպանելու նրան։ Գրիչի դեմ գրիչ, Կալաշնիկովի դեմ Կալաշնիկով։ Ամեկլուսի զրուցակիցն է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Պարոն Քոչարյան, մենք Հայաստանի լրագրողներս կամ հանրային կյանքում ընդհանրապես ասողներս, նաև դուք, ինչ-որ դասեր ունենք քաղելու Շարլի Էբդո թերթում տեղի ունեցած ողբերգությունից։ Ես կարծում եմ, այդ ողբերգությունից բոլորը պետք է դասեր քաղեն, լինելով բավականին լավատես, այս հարցում վատատես են, որ միևնույն է չեն քաղելու։ Ինչ դաս։ Չափի սահմանի զգացողության, ինչը կարելի է, ինչը չէ, եւ դա պարտադիր չի, որ գրված լինի միտեղ։ Հա, ոչ միտեղ գրված չի, որ առավոտյան զարթնելիս պետք է ատամները լվալ, բայց բոլորը գիտեն, որ առավոտյան զարթնելիս պետք է լվացվել եւ ատամները լվալ։ Եվ նման բաներ, այսինքն կա ինչ-որ բաներ, որը չգրված օրենքներ են, այդ թվում նաեւ այդ չափերի մասին։ Որը պետք է լինի մարդկանց adekvat արձագանքը, եթե լրատվամիջոցը վիրավորում է նրանց կրոնական զգացմունքները։ Ես այսպես չեմ կարող ասել, դա երևի ինչ-որ առումով նաև ընդհանուր բացատրական բաներ է պետք լինել, գործողություններ պետք է լինեն բոլոր մակարդակներով եւ այդ նույն կրոնական կազմակերպությունների եւ պետությունների եւ դպրոցներից սկսած, ինչ որ եթե ինչ որ մի բան մարդկությունը կորցրել է, երևի չի նկատել կամ չի ուզել նկատի, բայց ինչ որ մի բան կորել է վերջին 20 տարում, 25 տարում։ Մարդկության մասին է խոսքը, միայն հայերի մասին չի խոսքը։ Ֆրանսիան կամ որևէ այլ եվրոպական երկիր կփոխվեն այս ահաբեկչությունից հետո, կդառնան ավելի անհանդուրժող ավտորիտար։ Որպես պետություն չեմ կարծում, բայց հասարակության մեջ ինչ որ
չի բացառվում ոչ այդ թվում նաև, ադեկվատ եւ ոչ ադեկվատ ռեակցիաներ, հակազդեցություններ, չի բացառվում։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Վանաձորի Տիգրան Մեծ եւ Միասնիկյան փողոցների խաչմերուկներում վերխոյացած նորակառույցի առաջին բնակիչներին անակնկալ էր սպասվում։ Նրանք հույս ունեին, որ գոնե այս տարի չեն մրսի ու ձմեռը հանգիստ կանցկացնեն։ Շատ շուտով նրանք հասկացել են, որ խաբված են։ Չի համապատասխանը ոչ մի նորմին։ Էլի տարը պետք է իր առանձին գազապաստարանը ունենա, այդ մեկ աղբահանման էդաները ունենա, չունենք։ Պետք է ունենա ջեռուցման համակարգը։ Ջեռուցման համակարգ չունենք այսօրվա դրությամբ։ Էներգիայով տեսա չի ջերմացվում, որտեվ պատերի մեջից ջուր էր դուրս գցում։ Խունավացել, այդ իվարար անենք դրել, ընդհանուր այդ օդա փոխիչից ենք անել, որ տունը ծուխ չլինի, որպեսզի տաքացվի։ Կապանում կոմունալծառայության աշխատակիցները նախատեսվածից ավելի վաղ են աշխատանքի դուրս եկել։ Մարզում տեղացած առատությունը բազմատեսակ խնդիրներ է առաջացրել գրեթե բոլոր թաղամասերում։ Շինարարների փողոցից հնչել է առաջին ահազանգը, համար 8 ավտոբուսը չի կարողանում հաղթահարել բարձունքը։ Բելարուսը ընդանուր բարձրացել է մակրելով իջել է ներքև, ձայն քանակ այնքան շատ է, որ ինքը հալված վիճակում է եղել եւ երևի միգուցե անիմները լավ չի եղել։ 8 համար մեքենայի, որ չի կարացել բարձրացել։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն։ Ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ներխուժել է Ավետիսյանների բնակարան եւ դաժանորեն սպանել 6 հոգու, այդ թվում երեխայի։ Սպանության մոտիվները առայժմ հայտնի չեն։ Գյումրիի վրդովված բնակիչները դուրս էին եկել հանրահավաքի։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին, իսկ այսօր ձեզ հրաժեշտ ենք տալիս, կհանդիպենք վաղը։